Իսկ թե ինչու՞ չգնում խաղաղության պայմանագրի ստորագրման, այս հարցին ես միանշանակ պատասխան չունեմ։ Ես իմ տեսակետն ունեմ, ես հակված եմ այն մտքին, որ Ալիևը վախեր ունի, որ Հայաստանը կարող է ուժեղանա, հզորանա եւ գնալ ռևանշի։ Եվ այս վերջերս բայց այդ դեպքում հակառակը չպետք է լիներ, որ եթե պայմանագիրը ստորագրված լիներ, էլ ավելի կփոքրացներ ռևանշի գնալու դաշտը։ Ինքը մտածում է, որ պայմանագիրը ստորագրելը կարող է բերել նաեւ սահմանների բացմանը, Հայաստանի հզորացմանը եւ այլն եւ այլն։ Բայց այս վերջերս ես խոսում եմ մի փորձագետի հետ, որը էլի Ադրբեջանից էր եկել, եւ ինքն էլ այսպես մասնավոր խոսակցության ժամանակ ասաց իմ մտքերը, ինչ որ ես էի մտածում, ասաց Ալիևը լուրջ վախեր ունի, որ կարող է Հայաստանի ինչ որ մի իշխանություն, պարտադիր չէ իշխանությունը, ինչ որ մի պահի հզորանա եւ որոշի, որ ռևանշ վերցնել, Ղարաբաղը վերադարձնել, Արցախի հարցը բերել միջազգային օրակարգ եւ այլն, եւ դրա համար ինքը ուզում է այնպես անել, որ Հայաստանը չզարգանա, չուժեղանա եւ այլն։ Եվ այս տեսանկյունից ես հիշում եմ, որ պատերազմից հետո ինքը մի քանի անգամ հայտարարեց, որ թույլ չի տալու Հայաստանը ուղիղ ողնաշարը, թույլ չի տալու, որ Հայաստանը ուժեղանա, հզորանա։ Երկաթե Բռունցքը տեղում է։ Այո, այդպիսի հայտարարություններ իր կողմից արվել, որը որ միգուցե ցույց է տալիս ենթագիտակցական մակարդակում դրա ունեցած վախերը։ Այնպես որ ես կդժվարանամ միանշանակ պնդել, թե ինչու չի գնում պայմանագրի ստորագրմանը, ես կարծում եմ, որ ինքը ունի որոշակի վախեր։